Երբ օրգանիզմը սեռահասունացման ժամանակաշրջանը ավարտում է, ու կարելի ասել նաև սկսելուց արդեն, եւ տղայի եւ աղջկա օրգանիզմը ֆիզիկապես պատրաստ է սեռական հարաբերություններ ունենալուն, բայց ֆիզիկապես սեռական հարաբերություններին պատրաստ լինելը սեքսոլոգիական տեսանկյունից դեռ չի նշանակում, որ մարդը պատրաստ է ունենալ սեռական հարաբերություններ, որովհետև սեքսը իրենից ենթադրում է նաև պատասխանատվության զգացողություն։ 16 տարեկան տղան, որ 15 տարեկան աղջկա հետ հարաբերություն ունեցավ, ասենք թե այդ աղջիկը դեմ չի, կարող է այդ պահին ուղեղը անջատվել է, դեմ չի, կամ կարող ուղեղը միացած է, էլի դեմ չի ինքը, հարցը դա չի։ Օրինակ վնասվեց կուսաթաղանթը, հարգելի 16 տարեկան տղա, դու պատրաստ ես կրել պատասխանատվություն այդ երևույթի համար, կամ օրինակի համար ասենք պահպանակը պատրվեց, դե ես հուսամ, որ գոնե պահպանակով է լինում էլի հարաբերությունները, եւ 15 տարեկան անչափահասի մոտ եղավ հղիություն, ով է կրում պատասխանատվությունը այդ ամեն ինչի համար, ֆիզիկական իմաստով, հոգեբանական իմաստով։ 15 տարեկան անչափահասը իրավունք չունի ծննդաբերել, ինքը ստիպված պետք է գնա աբորտի, ծախսերն իր հերթին, ընտանեկան խառնաշփոթը իր հերթին եւ այլն եւ այլն։ Դուք հասկանում եք ինչ իրավիճակ է ստեղծվում, բարդ իրավիճակ է ստեղծվում։ Որպես մասնագետ ես պետք է խորհուրդ տամ դեռահասներին լավ մտածել սեռական հարաբերությունը ունենալուց առաջ։ Փորձեք հնարավորինս հստակ գիտակցել, ինչքանով եք դուք պատրաստ այդ ամեն ինչին։ Եթե դուք չեք կարողանալու պատասխանատվությունը կրել, իսկ այդ տարիքում հաստատ չեք կարողանալու կրել պատասխանատվությունը, ապա գոնե 16 տարեկան դեռահասը թող ձգտի մի քիչ ավելի մեծ տարիքով, օրինակ 25 եւ ավելի բարձր տարիքի իգական սեռի ներկայացուցիչի հետ ունենա հարաբերություն, ոչ թե մի անձնավորության հետ, որը դեռ ձևավորված չի ամբողջովին եւ պատրաստ չի եւ չի հասկանում, թե ինչ է սեռական հարաբերությունը եւ ուղղակի մտածել սեքս դա ինչ տա որ սեռական հարաբերություն, եթե չկա դրա պարզ գիտակցությունը այդ ամեն ինչի նշանակությունը, իմաստը եւ ամենակարևորը նորից եմ կրկնում հետևանքները։